Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, ձեզ հետ Լուսի Քոչարյանն է, ես առողջ եմ հաղորդման շրջանակում։ Առաջիկա 30 րոպեներին մենք զրուցելու ենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, քանի որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, փորձելու ենք որքան հնարավոր է շատ գիտելիք հավաքել այս եթերի ընթացքում։ Մեզ կարող եք ունկնդրել նաև arm.radio.am կայքի on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով, հասանելի ենք երկու ձևով էլ։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում ես առողջ եմ բաժնում եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջով այստեղ մեզ կդիտեք live stream-ի տարբերակով մեկնաբանություններում էլ կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ, ինչպես միշտ ես դրանց հետևում եմ եւ մեր նախանշած հարցերից բացի կարող եմ նաեւ ձեր հարցերն ուղղել մեր այսօրվա հյուրին Ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյան, ողջույն բժիշկ։ Արաձես։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար։ Ես շատ կարևորում եմ տարբեր տեսակի քաղցկեղների մասին գիտելիքների հավաքագրումը ձեզպես մասնագետների օգնությամբ, իրազեկումը հանրությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում, ինչպես եւ աշխարհում, քաղցկեղի տեսակները ոչ միայն չեն նվազում, այլ նաեւ երիտասարդանում եւ աճում են, եւ մենք իսկապես կարիք ունենք որքան հնարավոր է շատ բան իմանալու, զգույշ լինելու, կանխարգելելու եւ ընդհանրապես տեղյակ լինելու։ Այսօր փորձենք հասկանալ կրծքագեղձի քաղցկեղը բոլոր տեսակների մեջ եւ հատկապես կանանց համար ինչ տեղ է զբաղեցնում մեր օրերում ժամանակակից վիճակագրությունը ինչպիսին է։ Այո, ցավոք կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարագ նարգացությունների ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը եւ տարեցտարի փառքաստու գոնե ոչ շատ տեմպերով, բայց ցավոք իհարկե առաջնակի հիվանդացությունը, այսինքն տվյալ տարում առաջին անգամ հայտնաբերված քաղցկեղով կանանց թիվը գնալով աճում է։ Վերջին 24 թվականի տվյալներով արդեն գրեթե 1700-ի սահմաններում է։ Դա իհարկե ցավոք մեծ թիվ է բնականաբար։ Հայաստանի համար։ Այո, առավելևս Հայաստանի համար։ Քաղցկեղի ուրեմն որպեսզի հնարավորինս աշխատենք ինչքան հնարավոր է վաղ կանխատեսել, հայտնաբերել եւ բուժել, դա կարծում եմ պետք է լինի ցանկացած կնոջ եւ ընտանիքի համար կարծում առաջնային գործոն։ Այսինքն պետք է հնարավորին չափ շուտ հայտնաբերել։ Դրա համար իհարկե կան տարբեր ծրագրեր եւ սոցիալական ու կոնկրետ ուռուցքաբանության ազգային կենտրոնում 21 թվականից կար պիլոտային ծրագիր, սկրինինգային ծրագիր, որը արդեն ստացել է համապետական ուրեմն մասշտաբներ, քանի որ այն հաջողել է եւ ուրեմն արդեն շուրջ 9 հիվանդանոցներում այն կատարում է հատուկ ուրեմն տարիքի եւ սոցիալական պատկանելիության կանայք կարող են ուղղակի անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն, որի արդյունքներում եթե Աստված մեր ասце հայտնաբերվի որևէ ուռուցքային process կամ որևէ ընդհանրապես խնդիր, արդեն ուղեգրվում է ավելի նեղ մասնագիտացված կենտրոն, որպեսզի ավելի խորացված հետազոտություններ կատարվի։ Դա նպատակ ունի հայտնաբերել չշոշափվող, կարելի ասել առաջին կամ զրոյական փուլերի քաղցկեղը։ Ցավոք մեր օրերում դեռ շատ կան, գրեթե երևի թե 35 մինչև 40% երրորդ եւ չորրորդ փուլի երբ որ հայտնաբերում է, դա արդեն ցավոք արդյունքները բնականաբար գոհացնող չեն։ Դրա համար ավելի ցանկալի է, երբ որ հայտնաբերում է դեռ չշոշափվող վիճակում։ Իսկ հայտնի է, որ ուռուցքը կարող է չարտահայտվել, չշոշափվել, իհարկե բնականաբար կախված կրծքագեղձի չափերից եւ ուռուցքի տեղակայումից ըստ նույնիսկ գրականության տվյալներով 2-ից մինչև 8 տարի կարող է ունենալ ոչ կլինիկական, այսինքն լատենտ ընթացք, այսինքն դեռ չհայտնաբերի ոչ մի կերպ։ Դրա համար կարևոր է նաեւ կանանց բարբերաբար հետազոտությունները, թե սկրինինգային եւ թե ուղղակի առանց սկրինինգի ուղղակի կինը ինքնուրույն դիմի թեկուզ 1 կամ գոնե 2 տարի մեկ դիմի որոշակի ինչ որ ցանկացած իրեն կլինիկա եւ կատարի գոնե սոնոգրաֆիկ հետազոտություն։ Սկսել սոնոգրաֆիկից, հետո արդեն եթե պետք կլինի այլ ասեմ այսպես երիտասարդ կանանց բնականաբար առաջին հերթին կատարում ենք սոնոգրաֆիա, իսկ 40-ից բարձր արդեն տարիքի կանանց նաեւ մամոգրաֆիա
մամոգրաֆիան, ու ամբողջ իմաստը կանում է նրանում, որ մամոգրաֆիան երիտասարդ կանանց մոտ ինֆորմատիվ չէ, то есть ավելի քիչ ինֆորմատիվ, թե ավելի ճիշտ արտահայտվեմ, որտեվ գեղձա, այսպես ասում են, գեղձային է, կոշտ է եւ սոնոգրաֆիան ավելի ինֆորմատիվ է, քան մամոգրաֆիան։ Իհարկե դեպքում լինում են ինչ որ անհասկանալի կամ ինչ որ փոքրիկ խնդիրներ, որոնք արդեն կարող են մենք որպես լրահետազոտություն կատարել MRT հետազոտություն կամ կոնտրաստով հետազոտություն, որոնք իհարկե ավելի բարձրացնում են ինֆորմատիվություն եւ ճշգրտությունը տվյալ հետազոտության, որովհետեւ որևէ իհարկե բան բաց չթողնենք։ Եվ այսպես, մինչև 40 տարեկանը սոնոգրաֆիան ցուցված է կամ շատ ցանկալի է, տարին կամ 2 տարին մեկ անգամ ունե։ Այո, իսկ 40-ից հետո արդեն մամոգրաֆիան շատ ինֆորմատիվ կլինի, սկզբում սոնոգրաֆիա, հետո հնարավոր է, որ սոնոգրաֆիայից հետո ուղղակի կարիք չլինի էլ մամոգրաֆիա։ Իհարկե լինում է, բայց ասեմ այսպես, ես միշտ իմ պացիենտներին ասում եմ, որ կարող է սոնոգրաֆիան տեսնել խնդիրներ, որոնք չի կարող տեսնել մամոգրաֆիա, որտեղ դրանք բոլորովին տարբեր հետազոտություններ են։ Մեկը ուլտրաձայնային է, մեկը ռենտգեն հետազոտություն, եւ հակառակը կան բաներ, որոնք միայն կարող է տեսնել մամոգրաֆիան եւ սոնոգրաֆիան չտեսնել։ Այնպես որ մեկը մյուսին կարելի ասել փոխ լրացնում են, երբեք չեն փոխանում, չնայած մամոգրաֆիան համարվում է ոսկե ստանդարտ։ Ու 40-ից հետո իհարկե նկատի ունեմ։ Իսկ պարոն Սիմոնյան, ի՞նչն է պատճառը համարում 3-րդ, 4-րդ փուլերում արդեն հայտնաբերման։ Կանայք խուսափում են, ինչ որ պատճառով չեն դիմում, ինչ պատճառներ կարող եք այստեղ դուրս բերել մեզ համար եւ հիմա հորդոր ենք հոկտեմբերի կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման արդիվ եւս մեկ անգամ չան տեսել դրանք։ Իհարկե առաջին հերթին կարծում եմ ուղղակի խուսափում են, երբ որ ինչ որ բան են գտնում, ինչ որ կարելի ասել շոշափում են, գտնում են եւ մտածում են ամենատարբեր պատճառաբանություններ ուղղակի ինքն իրեն հանգստացնելու չդիմելու համար։ Երբ որ արդեն ցավոք հասնում է այն վիճակի, որ արդեն այդ գոյացությունը բացվում է մաշկի վրա, այսպես ասած իրենց խոսքերով բացվել է, այսինքն քաղցկեղը քայքայվում է, այդ դեպքում էլ գտնում է, որ տարբեր ժողովրդական բառեր են ասում, որ բացվել է, իրանք էլ մշակել են եւ այլ։ Ցավոք երևի թե ամենահաճախը դա, բայց լինում են ընդհանրապես մի քանի ամիս առաջ վերջերս կարելի ասել բավական երիտասարդին 90 թվականի ծնված ուղղակի դիմել էր կարելի ասել բացառիկ, եթե կարելի այդ բառը ասել, չափերի գոյացությամբ, կուրծքը շուրջ 10 կիլոգրամ չափերին, ու երբ որ մյուս կուրծքը ուղղակի շատ նորմալ փոքրիկ չափերի եւ վերջին 6 տարիների ընթացքում ինքը նկատել էր ուղղակի կարելի ասել, չեմ ուզում ասեմ անտեսել է, բայց տենց ուշադրության չէր արժանացել, իսկ վերջին մոտավորապես 6-7 ամիսների ընթացքում ինքը չնայած նկատում էր, որ տեսնում էր գնալով բավականին արագ մեծանում է, ինքը հոմեոպաթիկ ինչ որ հոմեոպաթի էր դիմել, կատարել հոմեոպաթիկ բուժումներ եւ ուղղակի մեզ դիմեց այն վիճակում, երբ որ արդեն ցավոք արդեն ուռուցքը չհորակացել էր ու ես չեմ կարող իհարկե վստահաբար ասել, բայց ուղղակի ավելի քան վստահ եմ, որ ի սկզբանե բարորակ էր գոյացությունը, որտեղ մեր մոտ ախտորոշումը վերջնական եկավ, որ կա բարորակ գոյացություն չհորակացմամբ։ Այսինքն եթե տվյալ կինը երիտասարդ կինը ժամանակին դիմեր, շատ հնարավոր էր ուղղակի մենք հեռացնենք գոյացությունից, դրանով ավարտենք։ Իսկ հիմա ուղղակի ստիպված եղանք ուղղակի բավականին կարելի ասել ծանր պայմաններում կատարել շտապ առնահոսության պայմաններում կատարել կրծքի լրիվ հեռացում, այո, կրծքի հեռացում եւ երիտասարդ կին ուղղակի կարելի ասել ցավոք հաշմանդամության փաստի առաջ կանգնեց։ Եվ էլ չասած, որ 3-4 փուլերի դեպքում մահացության տոկոսն է բավականին բարձր։ Իհարկե, ցավոք այո, դա լինում է, որտեղ բուժումը արդեն այն արդյունավետությունը չունի, որը կունենար բնականաբար վաղ հայտնաբերման առաջին կամ երկրորդ փուլերի դեպքում իհարկե։ Պարոն Սիմոնյան, փաստորեն մենք Հայաստանում, խոսում ենք Հայաստանի մասին, ունենք երկու խնդիր։ Մեկը անտեսելը կամ ինքնախապեյությամբ, վախի այդպես գործոնով ազդեցությամբ զբաղվելը, եւ երկրորդն էլ ոչ դիպլոմավորված եւ ոչ ապացուցողական բժշկության դիմելը, այլ փորձել այլընտրանքային տարբեր մեթոդներ։ Փաստորեն հերիք չի անտեսել է, ստեղ ավելանում է նաեւ ժամանակ ու ֆինանս ու էլ ամեն ինչ կորցնել հոմեոպաթիկ կամ այնտեղ հարգելի ունկնդիրներ ուշադիր եղեք, երբեմն ասեղնաբուժության միջոցով են քաղցկեղի դեմ պայքարում եւ այլն։ Սրանք ծախսում են, վատնում են ձեր ժամանակը, նյարդերը, ֆինանսական ռեսուրսները եւ այլ ինչ ասես ու հետո արդեն բանից անցնում։ Այո, ցավոք շատ տարբեր, այլ փառքացու իհարկե բավականին ժամանակ էլ սիսեռաբուժությամբ
չեն դիմում բավականին ժամանակ, բայց վստահ եմ էլի կլինեն։ Գիտեք, կարևորը նաև որ ես միշտ ասում, եթե տվյալ մեթոդը օգուտ չտա, գոնե վնաս չտա, բայց մի կարևոր բան կա, մի վնաս միևնույնը պարտադիր լինում է, դա ժամանակն է։ Այսինքն ժամանակի կորուստը, այո, հենց դա ուզում ասել, ժամանակի կորուստը դա արդեն ամենամեծ վնասն է։ Եթե նույնիսկ ինչ որ ձև գոնե ընդունենք, որ այդ ուռուցքի ավելի ակտիվացման, ավելի ինչ որ տենց ագրեսիվացման որևէ ինչ որ միտում չի եղել։ Գոնե ժամանակը հաստատ ցավոք տվյալ պացիենտը կորցնում է։ Եթե անդրադառնանք արդեն բունգանգատներին, մենք արդեն եզրակացնում ենք, որ սա բավականին դանդաղ ընթացող քաղցկեղի տեսակ է, ագրեսիվ չէ եւ կայծակնային չէ, լատենտ շրջանել ունի, իսկ եթե գանգատներ են արդեն սկսվում, բացի շոշափելիությունը, իհարկե դա պարզ է, այլ ինչ նախանշաններ կարող են լինել, որ պետք է ուշադրություն դարձնել։ Նույն իհարկե լինում են նաև բավական արագ տեմպերով զարգացող ցավոք ուռուցքներ, բայց սովորաբար ինչ նախանշաններ կարող են լինել։ Անու առաջինը պտուկի ներքաշվածություն։ Այսինքն, երբ որ գոյացություն չի շոշափվում, բայց կինը զգում է, որ մանավանդ առավելապես ձեռքի դեպի վեր զատելու դեպքում նկատում է, որ պտուկը ներքաշվում է, միգուցե սովորական դիրքով չնկատի։ Պտուկից արտադրություն, որը կարող է նույնպես լինել նախանշան որևէ աստված մեր Աստծո զարգացող չարակ process-ի։ Երևի թե հիմնականում դրանք են, բայց իհարկե բնականաբար կան process-ներ, որոնք ցավոք շատ ավելի արագ են զարգանում եւ արդեն սпасել չեն տալիս կինը։ Իսկ տեսակներ ունի կրծքագեղձի քաղցկեղը, ինչ որ խմբերի կարող ենք բաժանել։ Այո, իհարկե, բազմաթիվ տեսակներ կան, իհարկե այնտեղ մենք հիմնականում երկու տիպ ենք առանձնացնում, որոնք շատ ավելի ագրեսիվ են, այսպես եթե կարելի է բնութագրել, դրանք հերթրական եւ եռակի բացական տեսակներ են, իսկ մնացածը ավելի շատ լումինալ տիպերը առանձնացնենք որպես համատաբար ավելի մեղմ, բարակ ընթացքով, եթե այդպես կարելի ասել, դանդաղ ընթացքով հիվանդություն է, այո։ Ռիսկի գործոնները ինչ են անում կանայք, որը վատ է անդրադառնում կրծքագեղձի առողջության վրա եւ հղի է այսպես չարարակացման, ինչից պետք է խուսափենք, զերծ մնանք, դե բացի այդ չեքափերը, այսպես ասած, սկրինինգային, ինչ խորհուրդ կտաք։ Իհարկե, այստեղ կարևոր գործոններից է հղիության ընդհատումները, որ ցանկալի է, որ ուղղակի հղիության ընդհատումներ չլինի։ Այդ մեկ, հաջորդը բնականաբար դա կերակրել, այսինքն ցանկալի է, որ կինը բալիկ ունենալուց հետո, միջինում գոնե 6 ամսից մինչև 1 տարի կերակրի, որտեվ ցավոք հիմա կա մի փոքրիկ տենց, որ տարբեր դեղամիջոցներով եւ կամ ուղղակի որոշում են, որ պետք է ասենք չկերակրեն, այլ տարբեր նկատառներով, այո, իրենց կազմվածքը պահպանի եւ այլ նման խնդիրներ իհարկե ցավոք նույնպես կան, հիմա նկատվում են։ Կա այսպես նաև կոչված ժառանգական գործոնը, ցավոք ունենում ենք դեպքեր, որոնք ուղղակի վերջերս ընդամենը մի քանի կարելի ասել որ առաջ վիրահատություն են կատարել, որ տվյալ երիտասարդ, բավական երիտասարդ կինը 30 տարեկան ուղղակի եւ քրոջ, հորաքրոջ, մորաքրոջ, տատիկն, այսինքն մոտ 5-6 շատ մոտ հարազատների մոտ կա կրծքագեղձի քաղցկեղ եւ մենք խորհուրդ ենք տալիս, հորդորում ենք, որ գոնե մոտ հարազատները անկախ նրանց ունեն գանգատներ, չունեն նկատելի, չնկատելի անպայման գոնե որոշակի տարիքից ասենք, թեկուզ միջև 30 տարեկան մոտ գոնե սկսեն արդեն պարբերաբար հետազոտվել, որտեղ ցավոք իրենց մոտ բավականին բարձր է ռիսկը, որ կարող են նույնպես նկատվել չարակ նորագործություն։ Բարձր է, բայց պարտադիր չէ, հա, կարելի է նաև Չէ, բնականաբար բացարձակ պարտադիր չէ, բացարձակ ուղղակի դա արվում է ավելի շատ որպեսզի Աստված մեր Աստծո եթե հայտնաբերվի գոնե ժամանակին վաղաժամ բուժել, դա արդեն սկսած եւ վիրահատությունը եւ քիմիաճառագայթային բուժումներ, որպեսզի ընտրել կնոջ համար հնարավորինս ֆիզիկական եւ հոգեբանական քիչ տրավմատիկ այսինքն խոսքս ավելի շատ անում դեպի վիրահատության մասին է խոսքս, երբ որ հնարավոր է փոքր ուռուցքի դեպքում կուրծքը պահպանել կամ թեկուզ եւ մասնահատել, քան ասենք թե գնալ ավելի տրավմատիկ հաշմող այդ արմատական վիրահատությունը, այսինքն կրծքի հեռացման։ Մենք վիրահատության այսօրվա միտումներից, այդ մոտեցումներից, սկզբունքներից անպայման ավելի մանրամասն կխոսենք, եկեք անդրադառնանք նաև բարորակ փոփոխությունների նորագործություններին, որոնք են ամենատարածվածները եւ ինչ տարիքային այսպես կոնտինգենտի մոտ ու հասկանանք սրանք արդյոք
անպայման փոխակերպվում են չարորակի կամ ընդհանրապես այդ միֆը կա էլի, փորձենք հաստատել կամ հերքել։ Չէ, բարեբախտաբար իհարկե բոլորը չեն որ փոխակերպում են, այստեղ ավելի շատ առավել հաճախ հանդիպում են մաստոպաթիաները, որոնք իհարկե բնորոշ են ավելի երիտասարդ կանանց։ Դրանց հիմնական պատճառները գինեկոլոգիական ոլորտի եւ հորմոնալ ոլորտի, հիմնական վահանաձև գեղձի եւ ձվարանների հորմոնալ փոփոխություններին ու չասեմ հիվանդությունների, բայց փոփոխությունների արդյունքում առաջացած որպես հետևանք, այսինքն պատճառը լինում է որևէ խնդիր, որին ի հետևանք առաջանում է մաստոպաթիան։ Դրանց հիմնական հանդիպող ձևերը դրանք դիֆուզ, այսինքն երբ որ ամբողջական կրծքի, զույգ բնականաբար կրծքագեղձերի փոփոխություններ են, կիստաներ, ֆիբրոմաներ, ֆիբրոզ փոփոխություններ, ֆիբրոադենոմաներ, այստեղ ավելի պետք է քիչ ուշադրություն դարձնել օջախային փոփոխություններին։ Որտեվ օջախայինը ավելի միտում ունի կարծես թե process-ի ավելի ակտիվության, այսինքն կան օջախային մաստոպաթիաներ, որոնք ցավոք ինչ որ ժամանակ հետո բերում են քաղցկեղի առաջացման։ Մենք ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնում ենք օջախային փոփոխությունների, որոնք ինչ որ գեղձի տվյալ հատվածում ավելի ակտիվություն են ցուցաբերում։ Դիֆուզ փոփոխությունը որպես կանոն մենք խորհուրդ ենք տալիս կամ գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի, որպեսզի գտնեն ու շտկեն պատճառը, հետևանքը, որպեսզի կամ եթե կարիք ունի մեր կողմից որևէ միջամտության, եթե չէ արդեն ինքնուրույն էլ հնարավոր է որ հետևանքը լուծվի։ Այսինքն պատճառի բուժումը բերում է հետևանքի ինքնաբերաբար կարելի ասել արդեն լուծման։ Շատ տարածված են պոլիկիստոզ համախտանիշը, ցիկլի խանգարումներ տարբեր, սրանք փաստորեն հենց այդ Այո, ես այդպես էլ միշտ նշում եմ, ասեմ, ցիկլի խանգարումները, քաշի փոփոխությունները, մաշկի ճարպոտում, չորացում, որոնք անուղղակի խոսում են նորից ինչ որ հորմոնալ խնդիրների մասին, որպես կանոն հիմնական հիպոթիրոզը, վահանաձև գեղձի եւ ձվարանների կողմից պոլիկիստոզը։ Եվս մի թիրախային տարիքային հատվածի մասին եմ ուզում խոսենք, դա նախամենոպաուզային եւ հենց բուն մենոպաուզայի շրջանում գտնվող կանայք են, իրենց մոտ մաստոպաթիան տարածված է, թե այլ բաներ կնշեք, որից պետք է իսկ ուշադիր։ Առավել իհարկե բնութագրական է պրեմենոպաուզալ, այսինքն երիտասարդ կանանց բնականաբար, երբ որ օրենք հորմոնալ ակտիվ վիճակում են գտնում, ակտիվ փուլում են գտնում, մենոպաուզալ կանանց դա արդեն բնորոշ չի եւ այն դեպքերում, երբ որ կինը գալիս է արդեն մենոպաուզալ վիճակում կամ այսպես ասենք տարիքում, մաստոպաթիաներ արդեն մեզ ավելի զգուշավոր են դարձում, որտեղ դա արդեն բնորոշ չէ։ Այսինքն դա նշանակում է որևէ ինչ որ հորմոնալ խնդիր կարող է լինել։ Բնականաբար այդ դեպքում մենք ավելի եթե կարիք անում լրացուցիչ հետազոտություններ ենք նշանակում, որովհետեւ որևէ բնականաբար բան բաց չթողնենք։ Եվ փաստորեն շատ ծերտ համագործակցում եք ռադիոլոգների, գինեկոլոգների եւ էնդոկրինոլոգների հետ։ Ես կասեի նաեւ դա մի ընդհանուր թիմ է, ոչ թե համագործակցություն, որտեղ առանց մեկը մյուսի կարծում եմ ուղղակի հնարավոր չէ։ Առաջին հերթին իհարկե ռադիոլոգների հետ, այսինքն ախտորոշիչ մեր ծառայության բժիշկների հետ, բնականաբար առանց նրա անհնար է։ Դուք նշեցիք նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի երբեմն նշանակումը, կարող եք 1-2 դրվագ նշել, որի դեպքում ցուցված է սա եւ ինչ է տալիս դա ձեզ որպես կլինիցիստի։ Առավել հաճախ նշանակում ենք այն երիտասարդ կանանց, որոնց սոնոգրաֆիկ առաջնագին սոնոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերում է ինչ որ փոփոխություն, որը արդեն դեռ քաղցկեղ չի պարկասում, բայց միևնույն ժամանակ չեն կարող հանգիստ ուղղակի պացիենտին թողնել տուն ու ասել, որ գնա, չգիտեմ 6 ամիս կամ 1 տարի հետո նորից վերադարձի։ Այդ դեպքում մենք պարտադիր նշանակում ենք MRT հետազոտություն, որը նպատակ ունի ավելի մանրակրկիտ հետազոտության, քանի որ նորից եմ կրկնում, ինֆորմատիվությունը եւ զգայունությունը բնականաբար ավելի բարձր է։ Հաճախ մենք հանդիպում ենք ավելի, այսպես ասեմ, 2-3 մմ-ից սկսած ինչ որ գոյացություններ, որոնք արդեն մեզ որոնք ցավոք երբեմն հնարավոր չի լինում բիոպսիայի ճանապարհով, այսինքն մինչ վիրահատական ախտորոշիչ որևէ գործողություն կատարել, բիոպսիա կատարել, որտեղ ուղղակի զուտ փոքրության հաշվին եւ իհարկե երբեմն նաեւ կրծքագեղձի չափերի հետ համատության մեջ ուղղակի անհնար է լինում կատարել բիոպսիա։ Այդ դեպքում մենք արդեն դիմում ենք MRT հետազոտության եւ անհրաժեշտության դեպքում արդեն գնում ենք ուղղակի այդ օջախի փոքրիկ օջախի հեռացման, որ ունի եւ ախտորոշիչ արդեն նշանակություն եւ իհարկե բուժական։
այսինքն եւ հեռացում է գոյացությունը ուղարկում ենք դիագնոստիկա եւ արդեն համարում ենք որ այլևս այդ օջախը որևէ վտանգ չի սպառնում։ Բիոպսիայի մասին է խոսքը։ Այո, բիոպսիայի մասին է խոսքը։ Կարելի է արդյոք առանց բիոպսիայի ունենալ ախտորոշում, կարևոր հարց եմ համարում սա շատ։ Այսպես ցանկացած հետազոտություն, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, MRT, ինչ որ կուզեք, եթե ուշադիր ունեք, ներքևում գրված է եզրակացություն։ Ինչ է դա նշանակում։ Դա այսինքն ախտորոշում չի, դա դիագնոզ չի։ Դա պարզապես ռադիոլոգի եզրակացությունն է հիմնված ինչ-ինչ տվյալների, ասենք հետազոտության մեթոդների, որը թույլ է տալիս եզրակացնել, որ process-ը ավելի շատ բարորակի է, թե ասենք ցավոք չարորակի։ Այ ախտորոշումը միայն դրվում է, երբ որ կատարում է հյուսվածաբանական ու երբեմն նաև բջջաբանական, բայց հիմնական հյուսվածաբանական հետազոտություն։ Այսինքն դա տրեպան բիոպսիայի միջոցով կամ վիրահատության միջոցով։ Ու արդեն համարում ենք, որ մենք ունենք վերջնական ախտորոշում, կարելի է բուժման պլանի թիմային մոտեցման մասին մտածել։ Իհարկե ախտորոշումը դրանով մենք նախնական ենք դեռնում, նախնական այսպես պայմանական եմ ասում, որտեղ եթե կարիք է լինում, արդեն մենք որոշում ենք չարորակի արդեն հաստատման դեպքում որոշում ենք նաև իմունոհիստոքիմիական հետազոտություն։ Այ դա ինչ է կարող Այո, դա արդեն ավելի նեղ շատ նուրբ հետազոտություն է, ապարատային որպես կանոն, օրինակ մեր մոտ այդպես է կատարվում եւ նույնիսկ մարտային գործոնը հասցված է մինիմում, այսինքն որպես կանոն ու այդ մեթոդի սխալվելու հավանականությունը երբեք 0 չեմ կարող ասեմ, բայց գրեթե ձգտում է 0։ Եվ դրանով որոշում ենք արդեն չարորակ ուռուցքի ենթատիպը այդ դրա հիման վրա մի քիչ առաջ ասեցի, եթե ցավոք հայտնաբերում ենք ագրեսիվ ենթատեսակները, բուժումը որպես կանոն, իհարկե ոչ միշտ, բայց որպես կանոն սկսում ենք քիմիոթերապիայից։ Եթե լինում է ավելի բարորակ ընթացքով, այսպես ասել, կանխատեսվող բարորակ ընթացքով կանխատեսվող ցավոք չարորակ ուռուցք, այդ դեպքում իհարկե հարցը բարձրացում է վիրահատության։ Այսինքն սկզբից գնալ վիրահատական միջամտության, հետո իհարկե եւս անպայման քննարկում ենք, կարծում հիմա բոլոր կլինիկաներում որտեղ զբաղվում են տվյալ խնդիրներով կա այսպես կոչված տումոր բորդ, այսինքն դա հատուկ բժշկական խումբ է, թիմ է տվյալ հիվանդանոցում, որտեղ պարտադիր վիրաբույժ, քիմիոթերապևտ, հիստոլոգ, այսինքն հյուսվածաբան, ռադիոլոգ, դիագնոզ, ճառագայթաբան իրենց բաժինն ունեն անպայման եւ որևէ մեկի ցանկացած այս կարելի ասպես ասել վետոյի իրավունքով որևէ մեկի մերժումը բնականաբար ուղղակի պացիենտին թույլ չեն տա, գոնե մեր կլինիկայում վստահաբար թույլ չեն տա որևէ բուժում սկսել, անկախ լինի քիմիա, թե ճառագայթային, թե վիրահատություն։ Այսինքն պարտադիր բոլոր մասնագետների պետք է միաձայն լինի որոշումը, որից հետո արդեն պացիենտին կարող է տվյալ բժիշկը արդեն զբաղվել կոնկրետ բուժումներով։ Իսկ ձեր նշած վատ սցենարի դեպքում քիմիոթերապիայից հետո այնուամենայնիվ վիրահատական որևէ միջամտություն արվում է, թե ոչ։ Մենք երբեմն հարց ենք բարձրացնում նախնական, ասենք նեոադյուվանտ քիմիոթերապիայի, ինչու որպեսզի ուռուցքը փոքրացնել եւ ստեղծել պայմաններ վիրահատության համար, այսինքն օրգանապահպան վիրահատության համար, որը բնականաբար հետագայում կնոջը հոգեբանական, ինչու՞ չէ առաջին հերթին եւ նաեւ ֆիզիկական բնականաբար լիարժեքություն է ապահովում, այսինքն այո, ցավոք լինում են դեպքեր, որ ուղղակի որևէ այլ տարբերակ չկա, գնում ենք քիմիոթերապիայի, այո, որպեսզի ուղղակի ուրիշ հնարավոր չէ, որ վիրահատություն կատարել ցավոք արդեն բարձր թողի դեպքերում, բայց ավելի հաճախ մենք դիմում ենք եւ նախապես այդ ուռուցքը հատուկ մարկերով նշագրում ենք կրծքի մեջ, որտեղ շատ ժամանակ մենք հրաշալի արդյունքներ ենք ունենում, այնքան որ ուղղակի չի հայտնաբերում։ Պարզապես այդ փոքրիկ հատվածը արդեն հեռացնում ենք, որպեսզի հետագայում տեղային կրկնողության ռիսկը նվազեցնենք կամ գոնե բերենք, ինչպես ասում են, որպեսզի ձգտի 0-ի։ Այնպես որ այո, շատ հաճախ մենք ունենում ենք նման միտում նախավիրահատական քիմիոթերապիայի։ Փաստորեն կարող է կիսով չափ օրինակ եւ նույնիսկ ավելի փոքրանալ, որ սա հատուկ եմ նշում, որովհետեւ մեր երկրում նաև այդ վաղ կա քիմիոթերապիայից, որ ծանր կտանեն, որ անիմաստ է դա, իզուր չարչարում է օրգանիզմը եւ այլն, մի փոքր էսպիսի վերաբերմունք նկատվում է։ Բնականաբար քիմիոթերապիան դա կարելի ասել աննկատ չի անցնում, եթե կարելի ասել պացիենտի բնականաբար, բայց չէ, մենք ունենում ենք դեպքեր, որ երբ որ այ վիրահատությունից հետո, երբ որ կրկին հետազոտության ենք ուղարկում ամբողջ այդ հեռացված այդ հատվածը, երբեմն մենք ստանում ենք պատասխան, որ այնտեղ բացարձակ որևէ ուռուցքային բջիջ չի հայտնաբերում։ Այսինքն կարելի ասել բացարձակ կերպով իսպար այդ ուռուցքը
գոնե տվյալ հատվածում, կրծքի հատվածում, կրծքագեղձի տվյալ հատվածում այլևս որևէ ուռուցքային բջիջ չի հայտնաբերում։ Իհարկե դա շատ հրաշալի արդյունք է, այդ դեպքում մենք արդեն ուղղակի պացիենտին ասում ենք, որ ելի եմ կրկնում 0-ի երբեք չի հասնում, բայց ասում ենք, որ ուղղակի տեղային կրկնում։ Այո, դինամիկ հսկողություն բուժված տարբերակում պետք է թե ոչ, որ այսքան գործիքային հետազոտություններից որով է դա արվում։ Բնականաբար դինամիկ հսկողությունը անհրաժեշտ է, ու առաջնահերթ իհարկե, առաջին տարին, այսպես ասեմ, մենք կատարում ենք 3-ից 4 անգամ, այսինքն սոնոգրաֆիա եւ ռենտգեն հետազոտություն, որից հետո 1 տարին լրանալուց հետո արդեն տարին 1 անգամ պարտադիր կատարում ենք կատա հետազոտություն, համակարգչային շերտագրություն, ամբողջ իհարկե բոլոր հատվածները, գլուխ, կրծքավանդակ, որովայն եւ փոքր կոնք եւ պարտադիր կոնտրաստավորմամբ, ներերակային կոնտրաստավորմամբ։ Եւ իհարկե նաեւ ոսկորների սցինցիգրաֆիա, այսպես կոչված օստեոսցինցիգրաֆիա, որը մեզ թույլ է տալիս ավելի նուրբ փոփոխությունները վաղաժամ տեսնել ռադիոզոտոպային եղանակով, ոչ թե արդեն կայացած փոփոխությունները արդեն կատա հետազոտությամբ։ Եվ իհարկե բնականաբար, եթե կուրծքը պահպանվել է կամ եթե չի պահպանվել, գոնե հակառակ կոնտրլատերալ կրծքագեղձի մամոգրաֆիան ու գոնե 2 տարի 1 բնականաբար էլի ընթացիկ սոնոգրաֆիկ հետազոտությունով եւ օնկոմարկերների արյան այդ մարկերների ուրեմն միջոցով։ Պարոն Սիմոնյան, եւ անպայման խոսենք օրգանապահպան վիրահատությունների մասին, համեմատական անցկացնենք նախկինում հիշում ենք բոլորս, եթե կրծքագեղձի ուռուցք էր, դա կրծքի հեռացում էր ուղղակի, ամբողջական կրծքագեղձի հեռացում եւ դա իհարկե սարսափելի նորություն ու տանջանքների էր ենթարկում ցանկացած կնոջ, այսօր ինչ դրական փոփոխություններ ունենք այստեղ։ Ես եթե կարելի է մի փոքր ասեմ, որ իմ տեխնոացականի հենց ատենախոսության թեման դա էր օրգանապահպան վիրահատությունները, որոնք շատ փոքրիկ տոկոսով են արվում բնականաբար, հիմա իհարկե դա շատ ընդլայնվել է։ Հիմա ավելի շատ դրանք են արվում, իհարկե բնականաբար, նոր ինչպես ասեցի, ի հաշիվ նաև նախավիրահատական քիմիոթերապիայի հրաշալի արդյունքների, երբ որ հնարավորն է ուղղակի կուրծքը պահպանել սեփական կուրծքը, իհարկե որոշ չափով իհարկե կուրծքը ձևախախտում է որոշ չափով, բայց կարևորը պահպանում է եւ իհարկե կա երկրորդ տեսակը, դա արդեն պլաստիկ վիրահատություններն են, որ դեպքում ուղղակի կատարվում է մաշկի պահպանություն, ու եթե իհարկե կենտրոնին, եթե մոտիկ չէ նաեւ պտուկի պահպանություն, եթե ցավոք լինում է կենտրոնին մոտիկ, ուղղակի հեռացում է նաեւ կենտրոնական հատվածը, այսինքն պտուկ արեոլար կոմպլեքսը, ամեն դեպքում պահպանում է կուրծքը չափերով, տեղադրում է սիլիկոնե իմպլանտ։ Եվ իհարկե կամ եւս մեկ վիրահատություն, դա ուղղակի շատ իհարկե բարդ միկրովիրաբուժական վիրահատությունը, երբ որ սեփական հյուսվածքներով կատարում է պլաստիկա, այսինքն որովայնի առաջային պատի ենթամաշկային շերտի հաշվին, ուրեմն տեղափոխվում է կրծքի տվյալ այդ հատվածը եւ կատարում է արդեն սեփական հյուսվածքներով պլաստիկա, դա իհարկե շատ բարձրակարգ վիրահատություն է, ու վստահ եմ Հայաստանում շատ քիչ տեղեր են արում, ու մեր հիվանդանոցում կոնկրետ կա վիրաբույժ, որով եւ դրանով զբաղվում է։ Այսինքն ըստ էության Հայաստանում հասանելի են ձեր բոլոր նշած վիրահատական այդ ռեկոնստրուկտիվ օրգանապահպան տարբերակները եւ այսօր կարիք չկա օրինակ անպայման գնալ դրսում անել։ Ну, այդ հարցին ես միշտ պատասխանում իրավունքը եւ ընտրությունը ձերն է, բայց իհարկե հասկանում ենք։ Բավական բայց կարիք, անհրաժեշտություն չեմ կարծում։ Չէ, իհարկե ու ընդ որում դա արդեն բավականին շատ երևի Երևանի տարբեր հիվանդանոցներում կլինիկաներում արվում է ու կարծում եմ որ բավականին գնալով, չասեմ օրեցօր, բայց ամսամիս ավելի քանակը այդ վիրահատությունների ավելի շատանում է։ Նույնիսկ արդեն դրսից արտերկրից գալիս են կատարում են դա, որովհետև մեզ մոտ չեմ հոգնի կրկնել հարգելի ունկնդիրներ, գիտեք սա ամեն եթերին եմ ասում, գին որակ հարաբերակցությունը մեր երկրում ուղղակի փառահեղ է, եթե հետաքրքրվեք իսկապես, այս բառը չափազանցություն չէ, հետաքրքրվեք ինչպիսին են արժեքները եվրոպական ամենազարգացած երկրներում, Ռուսաստանի այդպես խոշոր քաղաքներում, ԱՄՆ տարբեր նահանգներում։ Իհարկե որակի հարցով չեմ կարող այդպես ասել, բայց իհարկե կարծում գոհացնող արդյունքներ բնականաբար լինում են եւ իհարկե բոլորը չենք ասում բացարձակ, բայց որակի գնի առումով բնականաբար անհամեմատելի է։ Եվ լավագույն հասանելի արդյունքը տվյալ գնով, այդ օպտիմալ հարաբերակցություն եմ ասում, սա անկրկնելի է ուղղակի։ Շնորհակալություն
մեր եթերը արագ սպառվեց, բայց մենք հասցրեցինք բոլոր հարցերին կարևոր անդրադառնալ։ Զրուցեցինք Վաներջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիական բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանի հետ։ Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, ուշադիր եղեք, բաց մի թողեք ձեր սկրինինգային հետազոտությունները, ինքնազննումները եւ վաղ ախտորոշումը, այսպես փրկվելու եւ վերջնական բուժում ստանալու հիմնական երաշխիքն է ձեզ համար աշխատեց Լուսիկ Քոչարյանը, շնորհակալություն ձեզ, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։